Րոպերով են դիմավորում Գագիկ Ծառուկյանին քննչական մարմնի բակում հավաքված նրա հարյուրավոր աջակիցները։ Համակիրներին ժպտում է ԲՀԿ առաջնորդը, փորձելով կիսատ պռատ շղթայված ձեռքերով ողջունել նրանց։ Բասկամարտի չեմպիոնի ձախ ձեռքից դուրս է ընկնում ձեռնաշղթայի չփակված օղակը, երբ նա մի երիտասարդ թիմակցի գրկելու փորձ է անում։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների ու մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում է հարցաքննվում Ծառուկյանը։ Քննիչները որ հարցերն են մոռացել տալ նրան, որ կրկնակի հարցաքննության են կանչել Գագիկ Ծառուկյանին, փաստաբանը միայն ենթադրել կարող է։ Խարդախություն, փողերի լվացում եւ այլն դրա մասին է։ Էական չէ, ինչի մասին է հարցաքննությունը, եթե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականություն է որդեգրել իշխանությունը, հայտարարում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Քաղաքական հաշվեհարդարի հետևանքները իրավական հանգուցալուծում չեն կարող ունենալ, այսինքն շատ պարզ է, որ այստեղ իրավունքի օրենքի մասին որևէ խոսք չկա։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը միայն իրեն չի վերաբերում, հայտարարում է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ Ընդգծում քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է Ծառուկյանի դեմ արշավը։ Գոյություն ունի այսօր Հայաստանում Բեսպրեզը Ժորջան յուրաքանչյուրի տունը կարան մտնեն, հասկանում եք, կարան մտնեն, ասեն, այս բնակարանը օրինակ, չգիտեմ, պետությանն է։ Դուք հասկանում եք, կապ չունի ով է։ Սա իշխանության կողմից ադեկվատության իսպար կորուստ է, որովհետև թե այն գործի շրջանակներում, որում իրեն մեղադրում են, թե առհասարակ այն Բեսպրեզելը, որը մենք տեսնում ենք Ծառուկյանի հիմնարկների, Ծառուկյանի առհասարակ ամբողջ գործունեության շուրջ ցույց է տալիս, որ իշխանությունը այո իրականացնում է դասական առումով, գիտեք, սա դասագրքային քաղաքական հետապնդում է։ Արման Աբովյանը վստահ է քաղաքական հաշվեհարդարներից վախ չունի ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա Ծառուկյանին ունեզրկելու, նրա ընկերությունները պետականացնելու քայլերը դատապարտված են ձախողման։ Ժողովուրդ ջան, ժամանակը կգա, սուս փուս ամեն ինչ վերադարձնելու են։ Եթե իրենց թվում է, որ իրենք երկրագնդում միայնակ են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կտրված է, հա, ամբողջ աշխարհից, իրանք չարաչար սխալվում են։ Նվազագույնը, ես մա չեմ ուզում առաջ ընկնել, նվազագույնը յուրաքանչյուր թեթև արտասահմանյան արբիտրաժային դատարանը սրանց բմբլահան է անելու։ Ծառուկյանի բիզնեսները խլելու իշխանության բացահայտ ծրագրերը անդառնալի վնաս են հասցնում երկրի ներդրումային միջավայրին, շարունակում են պնդել Ծառուկյանի թիմակիցները։ Ըստ նրանց արդեն կան ահազանգեր, որ շատ մարդիկ մտադիր են դուրս բերել իրենց բիզնեսը Հայաստանից։ Խելագար չեն կան մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար որոշում ամեն ինչ։ Թույլ չեն տալու Ծառուկյանի կառուցածը քանդել, ժողովրդին սովի մատնել, վստահեցնում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, հղում անելով ԲՀԿ ղեկավարի բանտի ցղած վերջին ուղերձին։ Հենց այսօր քրեակատարողական հիմնարկից հղված իր ուղերձում պարոն Ծառուկյանը հստակ եւս մեկ անգամ վերահաստատում է, որ այնպես ինչպես ինքը ամբողջ կյանքում կառուցել է, նույն տեմպով շարունակելու է կառուցել այս երկրում։ Տարբերություն շատ շատերի Գագիկ Ծառուկյանը այս երկրում կառուցել է, ոչ թե քանդել է, ստեղծել է, ոչ թե կործանել է, ու նույն կերպ շարունակելու է նաև առաջիկայում։ ԲՀԿ խոսնակը հավաքված աջակիցներին հորդորում է չհուսահատվել ու շարունակել պայքարը։ Գագիկ Ծառուկյանը անմեղ է եւ լինելու է ազատության մեջ։ Ծառուկյանի ավելի քան 7 ժամ ձգվող հարցաքննության ընթացքում ԲՀԿ ղեկավարի աջակիցները չեն լքում դեպքի վայրը։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայդուր։